Ուզում եմ հասկանալ, ինչ չես ընդունում։ Ես ենթադրում եմ, թույլ տալու շակերտավոր իրենց ընտրելու քո ճանապարհը։ Երեխաներիդ կյանքը քո ձեռքում է։ Գուցե դա ուղղակի իմ պատկերացումն է։ Սիմոն, դու երգիչ ես, սպառող, արտիստ, շոումեն, Եվրատեսիլում մեր պատվիրակը, բայց այս ամենի մյուս կողմում դու շատ նվիրված հայր ես։ Այո։ Հետաքրքիր է, հայր դառնալը քեզ համար գիտակցված ընտրություն է եղել, թե կյանքի տրամաբանական ցիկլերի շարունակություն։ Չեմ պատկերացրել երբեք, որ կարող եմ լինել այնպիսի հայր, ոնց որ հիմա եմ։ Երբեք չի եղել տենց պատկերացումներ, ավելի երեխավարի էի մտածում, երեխու պես էի ինձ զգում մինչև հայր դառնալը, բայց երբ որ դարձա հայր, արդեն ավելի լուրջ ու սենց կյանքս լրիվ փոխվեց, երբ որ իրանք եկան այս աշխարհ, լույս աշխարհ, իմ կյանքը սենց 360 աստիճանով փոխվեց ու այդ երեխայից ես վերածվեցի արդեն ավելի մարդ, որ պատասխանատու է երկու զույգ տղաների համար։ Այո, երկու զույգ տղաների համար։ Երբ ասում ես, որ չէիր պատկերացնում, դա նաև ինչ-որ հասարակական պահանջներից էր գալիս, այսինքն այդ հասարակության կարծրատիպային ընկալումը հայրիկի, թե ինչպիսին պիտի լինի հայրիկը, կամ պապան պիտի լինի այսպես կամ այնպես քո վրա ազդել է։ Իրականում միշտ վախեցել եմ այդ պատասխանատվությունից, իհարկե զգացել եմ ու պատկերացում ունեցել եմ ինչ պատասխանատվության մասին է խոսքը, բայց այն որ միշտ sense խուսափել եմ այդ պատասխանատվությունից, այսինքն ընտանիք կազմելուց, երեխաներ ունենալուց, բայց ստացվեց այնպես, ինչպես որ ստացվեց, եւ ես չէի պատկերացնում, որ կարող եմ ես այդ իմ կարծրատիպերը կոտրել իմ մեջ եւ որ կարծրատիպերի մասին է խոսքը։ Երբ որ չեմ պատկերացրել ոնց եմ ես այդ պատասխանատվությունը վերցնելու։ Ասենք ինչ պիտի անես իրականում երեխաների հետ։ Ինչ է ենթադրում հայր լինելը առօրյայում, դա նկատի ունես։ Որովհետև իմ համար հայր լինելը մի այլ պատկերացում է եղել միշտ։ Շատ դեպքերում, երբ որ ես եղել եմ երեխա ու իմ սպասումները այլ են եղել, ես չեմ ստացել այդ սպասումները, ես իմ պատկերացումներում ունեցել եմ, թե ես ինչ ձևով կվարվեի, այսինքն տվյալ պարագայում ինչ ձև կլինեի, եւ հենց այդ մտածմունքներն է իմ մեջ ստեղծել են, որ ես միշտ խուսափել եմ, որպեսզի այդ պատասխանատվությունը լինի ու չեմ պատկերացրել ես ոնց եմ դուրս գալու այդ ամեն ինչի տակից, բայց հիմա ասենց կարողանում եմ դուրս գալ այդ մեծ պատասխանատվության տակից։ Ամենամեծ բանը, որ քեզ զարմացրել է հայրության մեջ, ի՞նչն է եղել, որ չէիր պատկերացնում, որ այդպես պիտի լինի։ Երբեք չեմ պատկերացրել, որ ես կարող եմ լողացնել իմ բալիկներին, որ ես կարող եմ խնամել իրանց ծնված օրվանից, հետևել իրանց ուտելուն, սնվելուն, հետևել, որպեսզի նրանք լինեն մաքուր, ամեն մի այդ մանրուքներ, դետալներ, երբեք չեմ մտածել, որ ես կարող եմ այդպեսին լինել, որովհետև սովորաբար հայրերի մեծամասնությունը գնում է առավոտյան աշխատանքի, երեկոյան վերադառնում է, ապահովում է իր ընտանիքին սնունդով, գումարով, սիրում է իր երեխային եւ գնում է պարկում է քնելու, որպեսզի առավոտը նույն առօրյայով ապրի, այսինքն գնա աշխատանքի, իսկ իմ դեպքում այլ է եղել, երևի ես մի քիչ շատ եմ խորացել այդ ամեն ինչի մեջ ու այսպես ասած համ մայրություն եմ արել, համ հայրություն եմ արել, այո։ Դու ներգրավվածության մասին ես հիմա խոսում հայրերի, որը իրականում իսկապես մեծ խնդիր է, ոչ միայն մեր երկրում, երևի թե ամեն օր, որովհետև իսկապես հասարակությունը միշտ պահանջում ու մտածում է, որ հայրերը պիտի այդ արտաքին կողմը, չէ, ապահովեն կյանքի, անվտանգությունը, ապահովեն միջոցները, ապահովեն եւ այլն, եւ հիմնական խնամքը իսկապես միշտ մնում է մայրերին։ Քեզ հետաքրքիր է այդ խնամքը բնականորեն է ստացվում, դու ուզում ես դա անել, թե Ես իրականում իմ կյանքում այնպիսին եմ, որ անկախ ամեն ինչից ինչ գործ, որ ես անում եմ, ես փորձում եմ լինել դրա մեջ իդեալական, այսինքն ստանալ այդ ամեն ինչը իդեալական, չվերաբերվել որպես սենց ինչ-որ անցողիկ կամ ինչ-որ սենց մատների արանքով երեսից մենակ չնայել, յուրաքանչյուր գործում կլինի իմ արվեստում, կլինի ընդհանրապես սենց խնդալու բան ասեմ, տան մաքրության հարցում, որովհետև ես ահավոր դիսկոմֆորտ եմ, երբ որ
տունը լինում է թափթփված եւ ես անկախ իմ հոգնածությունից եւ անկախ ամեն ինչից ես սկսում եմ գալ ու սենց հավաքել այն ամեն ինչը, որ սենց աչքիս առաջ չլինի, չգիտեմ, դա իմ բնավորության տեսակն է, երևի իմ տեսակն է եւ երևի այդ բնավորությունը ունենալուց է, որ ես երեխաներիս էլ եմ նույնպես վերաբերվում, այսինքն ավելի մանրակրկիտ, ավելի ու ես անում եմ իհարկե դա սիրով, որովհետեւ իրանց շատ եմ սիրում ու համարում եմ իմ կյանքի ամենակարևորագույն մասնիկը։ Այսինքն հաջողության ընկալումը քո կյանքի փոխվել է երեխաներից հետո։ Ինչ է նշանակում լինել հաջողակ մարդ եւ երջանիկ մարդ։ Իհարկե, դա մի այլ բան է երջանկության, ով որ ունի ընտանիք երեխաներ, երևի զգում է ինչա այդ սերը իրականում, երբ որ կողքից նայում ես, երբ որ դու չունես այդ ամեն ինչը, օքեյ, տեսնում ես, որ իրանք սիրում են, լավ են, պուպուշ են, ընտանիք են, բայց երբ որ դու քոնն ես ունենում, դու իրականում զգում ես արդեն ինչ է զգում այդ մարդը, երբ որ մտնում ես տուն, երբ որ դուռը բացվում է, քո երկու երեխաները վազում են քո առաջ ու այդ մանրուքները, այդ դետալները, երբ որ ես երբեք չի եղել մտնեմ տուն ու իմ ձեռքում չլինի ինչ-որ նվեր իրանց համար նախատեսված, որովհետև, չգիտեմ, առաջին հերթին այդ ինձ ես ինքս եմ ուրախանում այդ փաստից եւ հետո ինձ ուրախություն է պարգևում այն, ինչ որ ես տեսնում եմ, թե ինչա կատարվում։ Սիմոն, դու շատ պահպանողական եւ այսպես ավանդապաշտ, եթե կարելի այդ բառը օգտագործել, միջավայրում ես մեծացել ու քո մոտեցումների վրա որպես հայր դա ազդել է, հետաքրքիր է։ Օրինակ երեխաներին մեծացնելիս դու այդ ամենի մասին մտածում ես, իրենց ավելի ավանդական ընկալումների մեջ ես մեծացնում, թե որպես աշխարհի քաղաքացիներ, ավելի ազատամիտ, թե դեռ չենք հասել այդ փուլին։ Գիտեք ոնց ինչքան էլ որ փոխվել է ժամանակները, այսպես ասած, ու մենք բոլորս, չգիտեմ, ինչ որ փնտրում ենք, ինչ որ ավելի լինենք ժամանակին համընթաց, բայց միևնույն է, ինձ համար կան բաներ, որ երբեք, երևի դա հիմքից է եկել, իմ համար անընդունելի բաներ միանշանակ կան, որ ես իմ երեխային չեմ թողի, օրինակ անի ինչ որ բան, որը որ ես դա չեմ ընդունում։ Օրինակ չգիտեմ, ինչ կարելի ասել, ինչ չես ընդունում։ Դե մի քիչ եթերային չի, որպեսզի ասեմ դա, բայց այսինքն վարքի հետ է կապված, թե որովհետև ամեն դեպքում տղաներ են քո երեխաները։ Վարքի հետ էլ կապված, որովհետև վարքը իհարկե կարևոր բան է ընդհանրապես քո կյանքում, թե դու ոնց ես քեզ դրսևորում մարդկանց միջավայրում, շրջապատում, օրինակ բաներ կա, հիմա չեմ ուզում ասել, թե ինչ չեմ թողի, որ իրանց լինեն, պետքա ես մենակ մի բան գիտեմ, որ պետքա շատ ուշադիր լինել երեխաներին, որովհետև հիմա մի քիչ իմ համար անընդունելի է, երբ որ երեխաները վերցնում են հեռախոսները եւ ինչ որ անընդհատ սոցցանցերում եւ այլն, որտեղ այնտեղ այնպիսի բաներ է կատարվում, որ օրինակ իմ ժամանակով չի եղել տենց բան ու մի քիչ չեմ ընդունում հիմա, որ ծնողները շատ են թողնում իրենց երեխաներին օրինակ թվային միջավայրում ժամանակ անցկացնել, որովհետև դա հանգեցնում է մի շարք բաների, բացի երեխաների վարքագծին հետևելուց եւ իմ առօրյայից եւ ես նաեւ ուսումնասիրում եմ նմանատիպ բաներ, թե ոնց կարելի է վարվել ընդհանրապես երեխայի, օրինակ 3 տարեկանում, ինչ կարելի է նրան ասել ոչ, ինչը կարելի է ասել այո եւ այլն, որտեվ իրանց մոտ տարիք առ տարիք լինում է այնպիսի շրջան, որ իրանք, չգիտեմ, ուզում են, որ ասենք այս բաժակը դրված լինի այստեղ անպայման, որը որ կընկնի հաստատ կկոտրվի, բայց դու պետք է այնպես դա խոսալով, այնպես բացատրելով ասես, որպեսզի իր հոգեբանությունը չտուժի այդ ամեն ինչի արանքում։ Բայց բոլոր վտանգներից երեխաներին պաշտպանել հնարավոր է։ Միանշանակ ոչ, բայց ես փորձում եմ լինել շատ ուշադիր, իհարկե նույնիսկ չեմ պատկերացնում, երբ որ հասնի մի տարիք եւ ես տամ նրանց այդ ազատությունը, ես նույնիսկ sense մեկ-մեկ մտածում եմ, որ իմ երեխան ոնց է անցնելու ճանապարհը եւ այլն, այդ վտանգները միշտ ինձ sense խանգարում են, այդ վտանգները միշտ ինձ մտածելու տեղիք են տալիս, բայց փորձում եմ լինել շատ ուշադիր, որպեսզի վտանգներից զերծ պահեմ, չգիտեմ ինչքան դե յուրաքանչյուր ծնող հաստատ դա մտածում է, բայց կյանքի բերումով ոչ միշտ է որ ստացվում է բոլորի մոտ։
հայրերի կերպարներ կամ իդեալներ ունեցել ես կյանքում, որ մտածել ես, որ դու ուզում ես ինչ-որ մեկին նման լինել որպես հայր։ Փոքրուց եղել են այդպիսի մարդիկ, որոնք եղել են իմ հարազատները, որ ես կողքից նայել եմ, որ ինչպիսին է ինքը որպես հայր եւ միշտ պատկերացրել եմ, որ ես կուզեի այսպիսին լինեի, ես օրինակ չգիտեմ, կուզեի որ իրապես վարվեի ես պարագայում եւ իհարկե նաեւ դա է ինձ ինչ որ չափ ուժ տվել մոտիվացրել, որպեսզի ես հիմա լինեմ այնպիսին, ինչպիսին որ կամ որպես հայր։ Որդիներիցդ մեկը հայրիկիդ անունն է կրում։ Այո։ Այդ փոխանցման գաղափարը քեզ համար կարևոր է։ Չես մտածել, որ օրինակ, երբ երեխային անվանում ես այլ մարդու անունով, կարևոր չէ, որ քո ծնողի անունն է, հա, կրում։ Ինչ որ մեկի անունով ես անվանում, դու դրանով ինչ որ սահմանափակում ես իր վրա դնում կամ ինչ որ մոդել ես դնում նմանության։ Կա այդ միտքը։ Երբ որ ես երեխաներ չունեի ու փոքր էի, միշտ չէի հասկանում այն մարդկանց, որ իրանց ծնողների անուններն են երեխաներին, այո, ավանդական մոտեցում եմ, որ ասում էի, ինչի ինչ որ sense, չգիտեմ, հետաքրքիր ավելի ժամանակակից անուններ չեն դնում, մի քիչ sense ուրիշ ձև էի մտածում, մի քիչ երեխավարի էի ավելի շատ մտածում, բայց երբ որ ես կորցրեցի հորս, երևի թե այդ կարոտը ինձ ստիպեց, որպեսզի իմ կյանքում լինի մի հատ մասնիկ, որ միշտ կհիշացնի ինձ նրան։ Երևի թե դա։ Իսկ հիմա դու որպես հայր, երբ ինքդ քեզ դիտարկում ես, օրինակ նկատել ես, որ կարող ես կրկնել քո հայրիկին, թե ոչ, ծնողավարության մեջ։ Մոտեցումներ կան, որ նման են։ Այո, հոգատարության առումով, այո, նման են։ Ինքն էլ էր շատ տենց հոգատար, ինքն էլ էր փորձում ինչ ինքը կարողանում է տալ իր ուժերի չափով, այո, ես կարծում եմ, որ այդ առումով շատ նման եմ, նույնիսկ մայրիկս հիմա այդեն ժամանակ առ ժամանակ, երբ որ ես իմ երեխաներին հետ այդպես խաղում եմ ու խնամում եմ նրանց, այդպես ինձ հիշացնում է, որ հայրիկդ էլ էր այսպես անում, միշտ ասենք մեծ քույրիկներիս հետ եւ այլն էլի ասենց։ Քո երեխաները ինքդ քեզ հիշեցնում են, որովհետև դու հաճախ նրանց գազանիկներ ես անվանում եւ ես ենթադրում եմ, որ դա էներգիայի իրենց ակտիվության ու աշխուժության հետ է կապված։ Այո, իմ երեխաները երկուստ էլ ինձ են նման, այսինքն ամբողջությամբ ինձ են նման ու թե էներգիայով, թե արտաքին տեսքով ու այո, իրանց ներաշխարհն էլ լրիվ ես եմ, որովհետև երբ որ ես տանը միացնում եմ երաժշտություն ու սկսում եմ պարել եւ այլն, իրանք ինձ հետ հավասար սկսում են պարել ու ես նրանցից մեկի մեջ, երկուսի մեջ էլ եմ տեսնում, բայց մեկի մեջ ավելի շատ եմ տեսնում ինձ, որովհետև լրիվ դույն բաներն է անում, ինչ որ ես էի անում փոքր ժամանակ ինձ հիշելով, այդպես չգիտեմ, ինչ որ դետալ վերցնել, պատկերացնել, որ դա միկրոֆոն է ու սկսել երգել կամ ինչ որ պարել եւ այլն։ Ու սենց իմ համար այդ սենց վաու է։ Ես շատ եմ ուրախանում այդ փաստով, որ երեխաներս ինձ նման են։ Իսկ եթե ինչ որ մի օր կանգնած լինես օրինակ ընտրության առջև, թույլ տալու ճակերտավոր իրենց ընտրելու քո ճանապարհը։ Կուրախանաս թե միանշանակ ես ընդհանրապես կողմ եմ, երբ որ ծնողները նկատում են իրենց երեխայի մոտ ինչն է ավելի արտահայտված, ինչն է օրինակ ինքը սիրում եւ որովհետեւ հաճախ ծնողներ կան, որ դա չեն նկատում եւ երեխաներին կարամ ասեմ, չգիտեմ, ստիպողաբար թե առանց ստիպելու ընտրում են մի հատ այնց ճանապարհ, որը հետո երեխաները դրանով սիրով չեն զբաղվում, բայց երբ որ ես նկատում եմ, որ օրինակ իմ երեխաների մոտ արտահայտված է ավելի շատ արվեստի կողմը, ես հիմա արդեն դա նկատում եմ, միանշանակ կողմ կլինեմ զբաղվեն իրանք նրանով, ինչ որ սիրում են ու ինչ որ իրանց մոտ լավ կստացվի, որովհետև դա է միայն քեզ բերելու հաջողությամբ, ինչը որ սիրելով ես անում, դա զգացվում է եւ ես կարծում եմ, որ չես հասնի քո այն կետին, որը որ դու միշտ պատկերացրել ես, այսինքն անելով մի գործ, որը որ քոնը չէ, որը որ դու չես սիրում, դու չես։ Իսկ դու այդ ազատությունը ունեցել ես ժամանակին։ Ոչ չեմ ունեցել։ Ծնողներս ես միշտ զբաղվել եմ, երբ որ հիշում եմ դպրոցից գալիս էի տուն, միշտ միացնում էի երաժշտություն, միշտ փորձում էի կրկնօրինակել Մայքլ Ջեքսոնին, որովհետև ես իրան փոքրուց էլ մինչ օրս էլ շատ եմ սիրում, ու ինձ ոչ ոք չէր հասկանում այդ ժամանակ։
Այսինքն որ նույնիսկ լինում էր արտահայտությունն էլ չանում բան կարող է ինչ որ իր այդ մի բան NG եւ այլն, այսինքն մի քիչ ավելի կոպիտ ասեմ, ոչ ոք չէր հասկանում թե ես ինչ էի անում ուղղակի, բայց պետք էր ընդհանրապես նկատել, որ ես շատ եմ սիրում երաժշտությունը, պետք էր ընդհանրապես նկատել, որ ես շատ եմ սիրում պարը եւ միգուցե իրենց ուղղորդելով դա լինել էլ ավելի զարգացած կամ չգիտեմ ինչ որ ավելի կենտրոնացված լիներ իմ սիրելը այդ ոլորտում, բայց իրանց կողմից միշտ իրանք պատկերացրել են մեր մեծամասնության մոտ կա չէ այդ կարծրատիպը երբ որ ընդունվես պարտադիր պարտադիր ունենաս դիպլոմ որպեսզի հետո ունենաս աշխատանք եւ այլն ես ինձ ավելի շատ ուղղորդել են այդ ուղղությամբ գնալ բայց մեկը ես կես ճանապարհից ասել եմ ոչ չեմ ուզում ու դուրս եմ մնացել այսպես ասած բուհից շարունակելով իմ արվեստի ճանապարհը վստահ ես որ երեխաների դեպքում նույն մոտեցումն ես ունենալու այսինքն այն ազատությունը, որը ինքդ քեզ համար կերտել ես, տալու ես իրենց։ Միանշանակ տալու եմ։ Բա ծնողական վախերը, անհանգստությունները։ Ծնողական վախերը այլ մասերով կլինեն միանշանակ, բայց եթե իրանք ընտրեն այն ուղին ինչը որ իրանք սիրում են, արվեստի ոլորտում կլինի կամ ընդհանրապես որևիցե ոլորտում, որ իրանք հետո ուզենան դրանով զբաղվել, աշխատել, ես միանշանակ կգնամ սենց իմ մտքի վրայով ու կթողեմ իրանց որպեսզի զբաղվեն նրանով ինչ որ իրանք իրականում սիրում են։ Ինչից ես ամենաշատը վախենում որպես ծնող, որպես հայր։ Երևի թե չեմ կարող ասել որ անել մի բան որ իրանց անել ամեն ինչ որպեսզի իրանց չդնել սխալ ուղու վրա բայց ես ինքդ քեզ մեղադրելուց ես վախենում այո ես ունեմ այդպիսի բան բայց դու մտածում ես որ երեխաներիդ կյանքը քո ձեռքում է ամբողջությամբ ոչ ամբողջությամբ իհարկե բայց ես կուզեմ որպեսզի ես անեմ այնպիսի քայլեր որ իրանց համար միայն լավ լինի այլ ոչ թե վատ Հետաքրքիր է որ դու հաճախ իրենց աղբերս ես այդպես ես դիմում եղբայրաբար կարծես դիմես երեխաների հետ խոսելիս շփվելիս դա անկերական մոտեցում է ինչ է հավասարը հավասարին դիտարկել է քեզ որպես իրենց ընկեր դիրքավորել է եւ արդյոք դա գիտակցված եւ այսպես հատուկ արվող մոտեցում է ծնողական ոչ թե գիտակցված այլ ստացվում է այդպես, բայց ես միշտ երազել եմ ու շատ եմ ուզում, որպեսզի իրանք իմ հետ լինեն ընկեր, ավելի շատ լինեն իրանք ընկեր, որովհետև այսինքն չվախենան ինձ ինչ-որ մի բան հետագայում պատմելուց կամ օրինակ, չգիտեմ, ինչ-որ դեպք կա պատահել, որ իրանք վախենան ինձ ասեն, որպեսզի ես չջղայնանամ, ես ավելի կողմ եմ, որպեսզի իրանք իմ հետ հետագայում կիսվեն, որպեսզի մենք իրար հետ ես շատ կողմ եմ այդ հարաբերություններին։ Ես նույնիսկ կողմեմ եմ որ սենց մտնեմ տուն իրանք գան ինձ սենց ձեռքով բարևեն են որ սենց աղբերավարի էլի ոնց որ ասում է որովհետև միշտ այդ կարոտը ունեցել եմ այդպիսի մոտեցման դրա համար եմ այս ձևով հիմա պատկերացնում ու քույրերի հետ մեծանալու եւ այդ միջավայրում մեծանալու հետ է դա կապված թե չէ Կարծում եմ, որ դա էլ է նպաստում իհարկե, որովհետև մեծանալով միայն աղջիկների միջավայրում կարելի ասել, միշտ sense ես փորձել եմ դուրս գալ ու ստեղծել իմ շրջապատը, ընկերական տղաների շրջապատը, որտեղ որ ես ինձ ավելի իհարկե հարմարավետ էի զգում, քան օրինակ աղջիկների միջավայրում, որովհետև միշտ եմ որ լինելով տանը ու լինելով լիքը աղջիկների մեջ, որովհետև 3 քույր այդ բավականին կարծում եմ շատ է, բայց հետաքրքիր է որ հիմա կամ եթե այդ կետից նայենք հետագայում արդեն դու ճիշտ բառը կլինի ասել երևի տարբերվող կերպար ես տղամարդու մեր հասարակության համար դու այդպես ես մտածում նախ գուցե դա ուղղակի իմ պատկերացումն է Ես այդպես եմ մտածում, բայց չեմ ուզում դա հնչի որպես ինքնասիրահարվածություն, այո, կամ ինչ-որ տարբերվող լինելը եւ այլն, բայց իմ շրջապատում լինելով մեծամասնությունը
ընտանիք չունեն, հայր չեն, այսպես ասած, ու իրանք լրիվ այլ ձև են նայում աշխարհին, իմ շրջապատում գտնվող մարդիկ ավելի թեթև են նայում իրանց առօրյան, ավելի անցնում, այսինքն եթե իրանք ուզում են քնեն, այդ պահին կարող են քնել, ուզում են հանգստանալ կամ ուզում են գնալ քաղաքից դուրս, իրանք կարող են անել, ինչը որ ես չեմ կարող անել, որովհետև ես առաջինը մտածում եմ երեխաներիս մասին, լինելու նրանց կողքին, նույնիսկ ես հաճախակի հրաժարվում եմ, երբ որ ընկերական շրջապատով օրինակ աշխատանքից հետո ասում են գնանք ինչ-որ միտեղ հաց ուտելու եւ այլն, ես եմ որ ասում եմ, չէ, ես պետքա գնամ տուն ու լինեմ երեխաներիս կողքին, որովհետեւ դա իմ համար ավելի շատ հանգստություն է, քան այն ինչ որ առաջնակարգ է, ես կընտրեմ այն, քան թե այն ինչ որ երկրորդական է։ Իսկ հայրական հուզական այրում չես ունենում, հոգնածություն, երբ որ ուղակի սպառված ես եւ միանշանակ գրեթե ամեն օր Գրեթե ամեն օր ինչ ես անում այդ դեպքերում։ Ամեն օր ես կարելի ասել սպառված եմ, որովհետև զբաղվել իրանց հետ, հետո գնալ աշխատանքի, հետո գալ նորից զբաղվել իրանց հետ եւ երեկոյան ժամերին իրանք իմ կողքն են քնում ու ոչ միշտ մեծամասամբ իրանք երեկոյան ժամերին միշտ արտանում են ու պատկերացրեք երկուսը մեկը լացում է մյուսը քնած է, մյուսը լացում է մեկը քնած է, այսինքն ինչ որ խառը վիճակը ու ես երբեք իրանց ծնվելու օրվանից մինչ օրս ես երբեք չեմ ունեցել կարելի ասել հանգիստ քուն։ Հիմա իմ մոտ սենց ավտոմատ է ստացվում ամեն ինչ, ես եթե առաջ երբ որ ես չունեի երեխաներ քնում էի, անմոռաց քնում էի, հիմա որ հենց մի հատ ձայն եմ լսում, արտանում եմ ու ինձ թվում է ես որ քնած չեմ եղել, այդ այնց զգացողությունն է։ Տղաների համար, տղա երեխաների համար այս դեպքում, բոլորի համար իրականում, բայց գուցե տղա երեխաների համար առավելապես հայրիկը տղամարդու առաջին մոդելն է կյանքում լինում, հա, օրինակ կերպարը։ Դու որպես տղամարդ, որպես հայր, քո շեշտադրումները, ինքդ քո մասին քո ընկալումները իրենց հայացքից նայում ես, մտածում ես օրինակ, որ հայրիկը ունի ամուր մարմին, դա կարևոր է որդիներիդ համար, թե ոչ։ Այդ մոտիվացիան կա։ Միանշանակ։ Ես ընդհանրապես օրինակ երկուցե այլ բաներ էլ կան։ Ես միանշանակ, որովհետև ես փորձում եմ լինել այնպիսին, որ օրինակ իմ երեխաները կնայեն ինձ ու կցանկանան լինել այնպիսին, ինչպիսին որ ես եմ ինչ որ հարցերում, ինչ որ գործերում, այսինքն նույն լավ օրինակ բերեցիք, չգիտեմ, ունենալ լավ մարզված մարմին կամ օրինակ, չգիտեմ, փորձում եմ նաև իհարկե նայել իրանց տեսանկյունից, եթե չնայի իրանց տեսանկյունից, օրինակ ես ինչ որ շատ հետաքրքիր խաղեր եմ խաղում իրանց հետ տանը, որը որ կողքից դիտելուց կարա շատ ծիծաղալու թվա ու սենց որովհետև ես կերպարանափոխվում եմ, կարող է ինչ որ, չգիտեմ, իրանց զուտ ուրախացնելու համար ես անում եմ ամեն ինչ, այսինքն ես նայում եմ իրանց տեսանկյունից, թե իրանք ինչպիսին կզգան այդ պահը, ոնց կընդունեն, այսինքն միայն իրանց հետ լուրջ ինչ որ, չգիտեմ, այն որ հայ կերպարը լինում է, այդպիսին չեմ, որովհետև եթե լիներ հնարավորություն կողքից նկարելու, կտեսնեիք, որ ես իրանց համար եմ, որ չգիտեմ, կարողա դառնամ ինչ որ մի հատ կերպար, որը որ կողքից դիտողի համար կլինի շատ խնդալու, սենց ինչ որ, չգիտեմ։ Իսկ ինչ արժեքներ ես ուզում տղաներիդ փոխանցել։ Ինչն է քեզ համար կարևոր կյանքում եւ որ իրենք էլ այդ արժեքների գրողը դառնան։ Պատասխանատվությունն արդեն նշել ես։ Պատասխանատվություն միանշանակ լինել հարգալից միանշանակ, որովհետև հիմա լինում են պահեր, օրինակ, որ իրանք մի քիչ ավելի ուրիշ ձև են անում ու ես իրանց դրա համար դիտողություն եմ անում, այսպես ասած, որ չի կարելի կամ չգիտեմ ինչ որ բան, ես փորձում եմ, օրինակ, ես շատ ուրախ կլինեմ, երբ որ իրանք հասնեն մի հատ այն տարիքին, որ իմ ասածները իրանց մոտ կլինի արդեն ընդունված բան ու երբ որ ես կողքից կնայեմ ու կասեմ ես հենց այս կերպարն էի ուզում իմ երեխաներից ստանայի, այսինքն ուզում էի իրանք լինեն հենց այս մոդելը, որտեվ հիմա բաներ են անում, որ ես կանխում եմ, հիմա այն տարիքն է, որ ես փորձում եմ անել ու ասել իրանց այնպիսի բաներ, որ հետոն լավ կլինի ու իրանց ի վնաս չի լինի, այսինքն կլինի իրանց ի օգուտ, իրանց պահվածքի դեպքում։ Երբ Խաչիկն ու Արամայիսը մեծանան, եւ ստացվի օրինակ այնպես, որ գնան հոկեբանի մոտ։ Ըստ քեզ հայրիկից ինչ են պատմելու։ Չգիտեմ։ Մեր օրերում դա կարող է պատահել։ Հայրիկից ինչ են պատմելու։
հաստատ իրանց մոտ տպավորված կլինի իմ խաղերը իրանց հետ, որովհետև ես կերպարանափոխվում եմ, ինչ որ դառնում եմ, չգիտեմ, սենց ինչ որ շատ։ Այդ լավ բաներ է, բա չգիտեմ։ Վատ բաները։ Օրինակ։ Երևի թե չկա հիմա այս պահին չկա որևիցե քայլ, որ ես անում եմ, որ իրանք կարան նկատեն դա վատ։ Չգիտեմ, կարող եմ մեծանան ու այդ ժամանակի ընթացքում ես այնպիսի բաներ իրանց ասեմ կամ անեմ, որ իհարկե ի օգուտ կլինի միանշանակ դա իրանց, բայց կարող է իրանց տեսանկյունից դա նկատվի որպես օրինակ, չգիտեմ, ինչ որ sense կարելի ասել ճնշում, հա, ինչ որ sense ինչ որտեղ որ ինքը օրինակ, չգիտեմ, հայրիկս չի թողում սա անեմ, չգիտեմ, հոգեբանի մոտ գնան, պատմեն, որ հայրիկս չի թողում, որ ես սա անեմ եւ այլն։ Բայց ես միանշանակ իմ ամեն քայլ անում եմ, որպեսզի առաջինը իրանց համար լավ լինի։ Դե հոգեբանի մոտ գնալուց բացի, վստահաբար իրենք նաև եթե հիմա էլ են դիտում, հետո ավելի շատ են դիտելու հայրիկի բոլոր հաղորդումները, պերֆորմանսները, այն ամենը, ու գուցե մի օր դիտեն նաև այս հաղորդումը, մեր այս զրույցը։ Հիմա իրենք փոքր են, բայց պատկերացրու մեծ տարիքում են դիտում։ Կա ինչ-որ բան, որ իրենց կուզենաս ասել հետո դիտելու համար, բայց հիմա ասել։ Ես նույնիսկ այս խոսքերի վրա կասեմ, որ ես իրանց համար պատրաստել էի ալբոմ, որտեղ որ ես ոչ միայն ես, իրենց տատիկ, պապիկները եւ այլն գրում էին իրենց ցանկությունները, որ մեծանան իրանք կարդան։ Ես կարող եմ ասել այնտեղ ինչ եմ գրել, որ իրանք մեծանան, նույն խոսքերը կարող եմ այսպես ասել, որ ես անկախ ամեն ինչից միշտ լինելու եմ իրանց կողքը, անկախ ամեն ինչից ու մինչև իմ վերջի շունչը։ Ես մենակ այս խոսքերը իրանց կասեմ, որ ես միշտ իրանց ուժն եմ լինելու, իրանց թիկունքն եմ լինելու, մինչև այն պահը, որ ես էլ չշնչեմ։ Շնորհակալ եմ Սիմոն։ Եվ հաջողություն եմ քեզ մաղթում։ Շնորհակալ եմ քեզ։ Եվ լավ տեսի։ Շնորհակալ եմ քեզ անկեղծ sense խոսակցության համար։